Անգրի դեմքը տեն համարա։ Չէի իմանում, որ բարեկամներ էլ ունեմ։ Իսկ ով ասեց, որ քո գերեզմանին գալու համար պիտի ինձ բարեկամ լինի։ Եթե փախավ, ուրեմն մի բան են չի։ Ուրեմն ինքն ինձ գիտեր։ Մնում է ես իմանամ ինքնովա, ու կիմանամ, ու շատ բան կիմանամ։ Այ պարկը չատեր, ավելի լավ էր ես տեսնեի, քան թե դուրս գայու։ Աղջկաս չտեսնեի։ Գնա, կամ մնա, բայց անեց, որ ես քեզ չտեսնեմ։ Չես երազս փչացնում։ Երազում ապրելը լավ բան չի։ Սեփական փորձից եմ ասում հավատա։ Որքան էլ դառնա իրականությունը, մեկ ավել լավա դրա մեջ ապրես։ Ինչի՞։ Ես դե ոնց էլ չլինի ինչ-որ մեկ անպայման կհայտնվի ու կարթնացնի քեզ քո երազից։ Ինչ է հետդ կատարվում։ Քո այս տխրության արցունքներիդ միակ պատճառը դժվար թե ես լինեմ, որովհետև ինձ այդքան շատ չես սիրում, ինչքան ես քեզ։ Եթե իմանա է խմիչքը օգնում է, ես էլ գիտես գուցե քո նման հարբեի։ Ինձ էլ թվաց չզգացիր, որ ցավը զրկել եմ ինձ խմիչքով։ Ճիշտ կլիներ ասել ծանրաբեռնել եմ։ Բայց քեզ կյանքում չեմ թողի, որ հարբես։ Գիտես, խմիչքը կարող է ցրտից փրկում է, բայց հիվանդությունից հաստատ չի փրկում։ Ցուրտ ավելավա տուն գնաց, որ չմրսես։ Ու հետո քեզ տանը սպասող կա։ Ավելի շուտ արդեն սպասողներ։ Կարմենը քեզ խաբել է։ Ինքը հղի չի։ Ափսոս։ Երեխան լավ բան է։ Հրաշքվան է։ Ամենայն դեպս ձեր դեպքում երեխան կարար հրաշք գործեր ու ձեր ընտանիքն ավելի ամրապնդվեր։ Կարաս վերջապես հասկանաս, որ ես ու Կարմենը միասին չենք լինելու այլևս, անկախ ամեն ինչից։ Կամ լավ, եթե երեխուց ես խոսում, ոնց ես պատկերացնում երեխուն այդ մթնոլորտում, երբ որ ծնողները իրար չեն սիրում։ Մեղք չի այդ երեխան։ Դու ես մեղք։ Ցուրտ է։ Գնա։ Ուր ես գնում։ Ես դուրս եկել մաքրոտ չնչելու։ Նայելու այս ձյանը։ Ու հավատալու, որ այս կյանքում ամեն ինչ չի, որ կեղտոտված է։ Որ այս կյանքում ես դեռ կարող եմ հանդիպել մաքուր երևույթներ, մաքուր մարդկանց։ Ինչ որ ձև հույս եմ էլ ինձ տալիս։ Խանգարեցի քեզ։ Չգիտեմ։ Գուցե խանգարեցիր։ Կամ գուցե եւ օգնեցիր։ Սիրում եմ քեզ։
Ոնց կարող եմ տեսնել որդուս։ Բարև ձեզ։ Կներեք էլի, օգնեք ինձ, որդուս բերել են ձեր մոտ։ Ոնց կարող եմ տեսնել իրեն։ Բարև ձեզ։ Մի հուզվեք, ասեք ինչով կարող ենք օգնել ձեզ։ Դուք ինձ շատ օգնած կլինեք, եթե վարկյան շուտ ինձ տանեք իմ որդուս մոտ։ Ուզում եմ տեսնել, ուզում եմ հավատալ։ Ախր արդեն ես էլ չգիտեմ, թե ինչին հավատամ, շատ եմ խնդրում ձեզ, օգնեք ինձ։ Ձեր որդու անունն ասեք, որ իմանանք ում մոտ ուղեկցել ձեզ։ Սոսա որդուս անուն։ Պիտի ասեմ, թե ուր էի։ Ես դու ուրիշ հարցեր չունես ինձ։ Իրիկունը գնում ենք։ Ուր։ Ուրիշ տուն։ Հա, որտեղ մեզ չեն գտնի։ Ինչ պետք է վերցրել ես։ Դե ասեց էլի այն ժամանակ իսատ պրատ, մինչև որոշ մարդկանց գալը։ Չես բանել պետք չի վերցնել։ Կգնանք ամեն ինչ նոր կգնենք։ Ոնց է երևում, որ փողի պակաս չունենք։ Կարիք կա ասելու, որ ոչ մեկ չպետք է իմանա այս սրա մասին, թե ուր են գնում։ Երկե կարիք չկա։ Մանավանդ, որ ես էլ չգիտեմ, թե մենք ուր ենք գնում։ Իմանաս։ Հա որ։ Լավ։ Իսկ հիմա կարամ գնամ իմ սենյակ։ Ուրեմն այդ մոտի հեռախոսը անջատում ես, կարտն էլ շպրտում ես։ Եղավ։ Կանեմ անպայման։ Ուրիշ հրաման կա։ Պետք չէ այդպես թշնամաբար տրամադրվել։ Բայց ես ոնց կարամ իմ հոր հանդեպ թշնամանքով լցվեմ։ Չէ, չկա տենց բան։ Արդեն լսվել ես, արդեն այլ հայացքով ես ինձ նայում, խոսում հետս։ Ինքն ինձ սիրում է։ Չեմ իմանում ինձնից շատ թե քիչ, բայց սիրում է։ Լավա վերցրիր, տղա ջան։ Ոնց ես, պապ ջան։ Անհանգստացած եմ, ոնց եմ։ Հազիվ մի անգամ լավ եմ զգացել, դու որոշել ես իմ համար անհանգստանալ։ Պետք չի, պապ ջան։ Էդ խմած ես։ Հորս արև ինչ իմացար։ Աչքս լույս։ Էդ ինչ ես խմել։ Որ ինձ երջանիկ զգամ։ Խափեցի։ Դե խմել եմ էլի։ Ես էլ եմ մարդ, ուզում եմ ինձ մի քիչ լավ զգալ։ Որտեղ ես։ Ինչի համար։ Շուտ արի մոտս խոսելու բան կա։ Ինչի որ չգամ կծեցվեմ։ Երիքա լակոտի պես քեզ պահես։ Բժշկի հետ եմ խոսել։ Անալիզներ կան, որոնք պիտի հանձնես։ Նենց որ շուտ արի։ Պապ, այդ ինչ խառն ես։ Արդեն բժիշկներիս ես հասել, անալիզներ ես ասում, որ վերցնեն։ Կարող է ուղեղս լավ չի, ուզում ես շարիկներս ստուգեն։ Դրա համար անալիզ պետք չի։ Առանց անալիզի էլ ես դա ասում եմ, դու հաստատ կորցրել ես այդ ամեն ինչը, հենց որ շուտ արի, սպասում եմ։ Ստեղն ես լավը ուր գամ, ապրում եմ էլի իմ համար, կյանքից ես մի քանի քայլ հեռու։ Ես եկել ես տղուսանես էստեղից։ Հազիվերս է տանդաստիրակ լակով մեծացնեիր էլի։ Չվիրավորես։ Պահ, ինչ նուրբ ենք։ Որտեղից ես իմացել, որ տղաս էստեղը։ Դու ես հավարկցել։ Ես քեզ չեմ զանգել։ Այս անգամ ինչ արել տղատ։ Ինձ ես մեղադրում, չէ։ Ինձ ես մեղադրում, որ տենց տղա եմ մեծացրել։ Բայց երեխուս մեջ ձեր գենն է։
Դու աղբերը տերկուստ էլ հանցագործ եք ու երեխուս մեծ ձեր գենն ա խոսում։ Լեզուտ շող չտաս, հա։ Իա։ Հաջորդ անգամ չհամարձակվես։ Գնա գրողի ծոցալիք։ Ինձ քո օգնությունը պետք չի։ Այդ ինչից որոշեցին, որ եկել եմ ձեզ օգնելու։ Երեխուս իրա հերը կօգնի։ Քաղմասեն գնում Լև Սետրակիչ։ Հա, քաղմաս։ Բայց ինչ ես ունես դու։ Դու լեվը թքած ունի քո վրա էլ, քո լակոտի վրա էլ։ Եթե լեմը պարզենք, այդ լևի լակոտնա թե ումնա։ Թեսա ոնց այս հողը դիմանում քեզ ու քեզ նման ոչնչություններ։ Դու քո նման անբարոյականներին որ դիմանում ա, մեզ կդիմանա ու կդիմանա։ Ինձ լևի տվյալներն են պետք։ Դու լեզուտ պայ ատամներից հետևը ու խնդրի, որ ես քեզ օգնեմ։ Թե չէ լևը քեզ օգնողը չի, ինքը քեզ մենակ կնվաստացնի։ Թեսա ինչի եմ քեզ հարցնում։ Լևի տեղն էլ գիտեմ, տան տեղն էլ գիտեմ։ Ինքս կգնամ լևի մոտ։ Այդ ես որ չզանգեմ, մի հատ մտքովդ էլ չեմ անցնի, չէ՞, զանգես, հարցնես ոնց եմ։ Ես հիմա իմ մտքով շատ բան ա անցնում։ Շատ բան ա անցնում։ Ձենդ դուրս չի գալիս, որտեղ ես։ Գերեզմաններում։ Բայց կարաս չանհանգստանաս, ոչ էլ նեղվես, չեմ մեռնում, պրոստը մարդ եմ սպասում։ Ում։ Դու ժամին նայել ես։ Դու ես ժամին գերեզմանոցում ես սպասում։ Դու հիմա շատ կարող ես մեռելներին անհանգստացնել։ Ում որ սպասում եմ հաստատ մեռած չի։ Աշկիս առաջով փախավ։ Փախավ ու ես էլ չկարողացա բռնեմ։ Դրա համար իմ նստած տեղ։ Մեռելներին ընկեր դառած դրան եմ սպասում։ Մնա այդտեղ գալիս եմ։ Չէ, պետք չի։ Կարող է քեզ պետք չի, ինձ է պետք։ Դու լեվը քեզ կնվաստացնի, է։ Ոչինչ, ես կգնամ իրա մոտ, թող ինքը ինձ նվաստացնի։ Էդ ուր։ Գնում եմ լևի մոտ։ Իսկ դու կարող ես հանգիստ տուն գնալ։ Լևը կգա ու իրա տղու հարցերը ինքը կլուծի։ Լավ է, շատ լավ է, հետ ես գալիս կամաց։ Պապ, Անցավ կրիտիկական պահը։ պապան ուրա։ Հիմա կտեղեկացնեմ հարազատներիդ, որ գիտակցության ես եկել։ Լավ չեմ, վարվում եմ։ Բայց Ալեքի տղեն լավ չի, հա։ Ճիշտ են ասում էլի։ Դժբախտությունը որ գալիս է, մենակ չի գալիս։ Քուր, ախպեր, հեր մեր հավաքելով է գալիս։
Այնքան վատա, որ կարող է մեռնի։ Տեղյակ եմ։ Դու շատ բաներից ես տեղյակ։ Ինֆորմացված մարդը ամեն տեսակ թշնամու էլ կարող հաղթի։ Բայց շատ հետաքրքիր է այդ ոնց Ալիկի Արամիկը հասավ մահվան շեմին։ Այդ ինձ արդեն հետաքրքիր չի։ Այդ չի հետաքրքրում, որովհետև անձը քեզ հետաքրքիր չի, թե գիտես ոնց է դրան հասել, դրա համար հետաքրքիր չի։ Ես ամեն ինչ գիտեմ։ Ես մի բան չեմ հասկանում, եթե երկու աղբերը տենց թուլացել են, ինչի մենք գործի չենք անցնում, դու ինչի ես անընդհատ ինձ ստոպանում։ Որովհետև ես սիրում եմ ուշ արձակվել։ Արդյունավետ ու տեղին արձակվել։ Իսկ դու քո անիմաստ արձակումներով կարող ես դրական արդյունքի չհասնել։ Եթե ինչ-որ բան գիտես, ասա մենք էլ իմանանք, մարդ ենք, որ մեր վաղվա օրը պլանավորենք։ Մեզ գործի կա պետք երկու աղբերների դեմ։ Իսկ այդ գործիքը հիմա Մոնտենը։ Պալաչը։ Ինքնավոր կա։ Ինքը մեզնից պակաս չի ուզում, որ սատկացնի այդ երկու աղբերներին։ Ինձ շատ հետաքրքրեց պատճառը։ Էդ ինչ չի կիսել Մոնտեն այդ գազանների հետ։ Ես որ Մոնտեի գոյության մասին մոռացել էի։ Բայց արի ուտես, որ ինքը կա։ Ու լավ էլ մարտական է տրամադրված երկու աղբերների դեմ։ Ու մինչ մենք մտածում ենք ոնց գործենք, ինքը արդեն գործում է։ Ու ոնց է գործում, մորթել թափելով։ Ահա։ Անունի տերն է, Պալաչ։ Ես Մոնթեին կդարձնեմ սպանող գործիք, որը կվերացնի Ալիկ ու Լև Սետրակիչներին։ Շատ գայթակղիչ է հնչում, բայց արագացնել է պետք։ Վրազողումերը տղա չի բերում ադամ։ Արդեն բերել է։ Եթե այս ժամին մարդ գերեզմաններում նստած սպասում է ինչ-որ մեկին, ուրեմն լուրջ հոգեկան խնդիրներ ունի։ Ես ինձ նորմալ մարդ եմ համարում։ Ուրախ եմ, ուզում եմ հավատալ։ Լավ էլ արագ եկար։ Բա ինչ անեի, թողնեի որ սառեիր, Արդեն մեկը։ էլի ինքել ես ծանր ապրումների մեջ, էլի սկսել ես ինքդ քեզ մեղադրել։ Իմ հարցերով եմ հանգած։ Հարցեր ունեմ, ուզում եմ պարզեմ, օրինակ թե ով էր այն մարդը, որ եկել էր մորս գերեզմանին։ Թեև քո արյունը եռում է, բայց ես կնախընտրեի մեր զրույցը շարունակել մեքենայում։ Ցուրտ է։ Չէ, պարզապես ինձ չի թվում, որ քո սպասված հյուրը հիմա կգա։ Ինձ էլ ատես թվում։ Դե գնացինք։ Ինչն է քեզ այսպես անճանաչելի դարձրել։ Բանից անտեղյակ լինելը։
Մեկ-մեկ թվում է, թե ոչ մի բան չգիտես։ Չգիտես շուրջդ ինչ է կատարվում։ Ով ես դու, ինչ կենսագրություն ունես։ Թվում է, թե ոչ մի բան քո մասին չգիտես։ Կամ էլ գիտես։ Բայց իմացածը դել սխալ է։ Ժանո, ինչ որ մեկին տեսնելով չեն հասնում ես վիճակին, որում դու հիմա ես։ Դու լավ գիտես իմ անցյալը։ Ինչ որ մեկին պատահաբար ես հանդիպում եմ իմ մոր գերեզմանին։ Բայց ես գիտեմ, որ ոչ բարեկամ ունեմ, ոչ հարազատ, ոչ մեկ չունեմ։ Ու այդ ինչ որ մեկը ինձ ստենալով փախնում է։ Եթե հարցը առաջացնում չէ։ Եթե այդ հարց չառաջացնի, ուրեմն դեբիլ ես։ Կամ էլ ոնց որ դու ասեցիր, հոգեկան խնդիրներ ունեցող մարդ։ Այս Փառք Աստծո ես այդ խնդիրները չունեմ։ Թեթև ապրի Ժանո։ Դու ես ինձ թեթև ապրելու կոչ անում։ Զարմանալի է։ Ինչ եմ։ Դու ինձ այսօր մենակ զարմացնում ես։ Ինչի հետ կապված։ Դու իշեիր ասել, որ Ադանեի հորը ճանաչում ես։ Իսկ դու Ադանեի հորը ճանաչում ես։ Լեվել մի, հա։ Ավել հասկացար ինչ նկատի ունեմ։ Իրան պահող հոր մասին եմ խոսում։ Իրան պահող հորը ես չեմ ճանաչում։ Բայց ես եմ քեզ ճանաչում։ Ինչ ես ուզում դրանով ասել։ Ուզում եմ պատասխանես, թե ինչ պատմություն է կապում քեզ, աղբորդ ու Մոնթեին։ Լսի, դու կինոյի լավ սցենար կգրեիր։ Պատմության հերոսն ով է։ Ադանեի իսկական հերը։ Այ քեզ բան սցենարը դու ես գրում, ես իմանամ ով է։ Լև դու գիտես իմ վերաբերմունքը Ադանեի նկատմամբ ու նաև գիտես իմ զգացմունքների մասին։ Հա, գիտեմ ու խոստացել եմ, որ ձեզ քավոր կանգնեմ, եթե իհարկե հասնեք իրար։ Դեվ այսքան տարիների ընթացքում դու չսովորեցիր ինձ վստահել։ Ինչ ես ուզում հետս անկեղծ լինել։ Ճիշտ է, սա Ադանեի մոտ մի քիչ գույր ձևաց է, մի քիչ խուլ չհասկացող։ Բայց ես ու լավ տենում եմ, որ ձեր հարաբերությունները մի օրվա չի։ Ես այդ մարդուն առաջին անգամ քեզ հետ միասին եմ տեսել հիվանդանոցում։ Ես դες չեմ մտածում։ Եթե չես հավատում, դա քո խնդիրն է։ Ու այլևս ինձ հարցեր չտաս։ Ես քեզ ոչինչ չունեմ ասելու։ Դարձել ենք լրիվ թափառական։ Բան ասիր։ Դուր ես բռնեմ։ Ինչ լավ կլիներ, որ մարդ իր ուզած պահին ժամանակը կարողանար հետ տալ։ Նստի չմրսես։ Ու այս տեմպերով դեռ քանի տուն եք փոխելու, պապա։ Չդիմացար, հա։ Մեղադրանքներդ սկսեցիր։ Այսօր են սրանք սենց գիշերով ճամփա ընկել։
մասին ես մտածում։ Ամեն ինչի մասին էլ մտածում եմ։ Իրար չենք խոսում։ Բա հիմա ի՞նչ ենք անում։ Իմ հանդեպ չարությամբ ես լսված, կասկածներով ու անվստահությամբ։ Էլ չես հավատում ինձ, էլ չես վստահում։ Մի հայացքն էլ բավական այդ հասկանալու համար։ Ես գնում եք, հա? Տեղափոխվում եք ուրիշ տեղ կամ էլ ով գիտի երկրից եք գնում ու ինձ այդ մասին բան չես ասում, հա? Լավ, ավադան է աղջիկ, լավ։ Եթե դու քո քայլերն այդ ձև ես անում, ես էլ քեզնից հետ չեմ մնա։ Ես էլ քո պես թաքուն կգործեմ։ Վաղուց ես կողմերում չէի եղել, արդեն տոնական տրամադրություն է։ Տոների հավես չունեմ, հա։ Որովհետև հիմարիկի մեկն ես։ Լսի, այդ Վլադիկը իրանից ինչ ա ներկայացնում, որ դու դրա համար տանջվում ու տառապում ես։ Այ որ սիրես, կհասկանաս, երևի։ Սիրում եմ, բայց առաջին հերթին ինձ։ Ոչ մի տղամարդ արժանի չի, որ ես իրա համար տանջվեմ ու տառապեմ։ Դու մի հատ ինձ նայի ու այսօրվա տղամարդկանց։ Անթասիմ, անճաշակ, կնոջ ուժեղ ու սփնտրող։ Ֆու։ Մենք, ես ու դու, շատ տարբեր ենք, մի համեմատի, լավ։ Եվ իրոք, ես խելքի տոպրակ եմ, իսկ դու դատարկ տոպրակ։ Լսի, նես չանես, որ հանգստացի, իսերիկայի տեղը չի ամոթ։ Որսում եմ։ Արի գնանք չայ խմենք, հա։ Լսի, տեսնես Վլադը սուր է։ Էլի ասում է Վլադ, լավ էլի, ես քո փոխարեն նոր Վլադիկ արդեն կփնտրեի, մի տեսակ անհետաքրքիր է էլի ու ձանձրալի անընդհատ նույն մարդուն կողքին տեսնելը։ Չէիր ուզում, արի։ Ինչ թե ես նախընտրում։ Չհասկացա, ես ինչ տրյուկ էր։ Յանի տունն ինչի փոխեցին։ Դա ձկնորս ձյաձան լավ էլ հարուստ է, քաղաքի որ մասում ասես տուն ունի։ Հետաքրքիր է։ Որ հարկ ենք բարձրանում։ 9 Ու երկար եք ստեղ մնալու։ Ժամանակը ցույց կտա։ Այս տունն է։ Բայց ես պետք է մի հատ ներքև իջնեմ։ Ինչի՞, ո՞ւր ես գնում։ Խանութ։ Հա վաղը միասին կմտնենք։ Պետք է իջնեմ խանութ, կարևոր բան կա վերցնելու։ Անցրի։ Այն տունն ավելի սրտովս էր։ Ինձ ավելի մոտ է իր։ Սենց մի հատ ամբողջական շենք, որ ես ինչ իմանամ, որ հարկում ես, որ բնակարանն է։ Լսի, մենք ամբողջ ընտանիքով գիժ ենք։ Չգիտես խի իմանունն է դուրս եկել մենակ։
Տեսի քո քունը տանում է հաստատ, չես հասկանում ինչ ես խոսում։ Հապա մեր աղբերը հիվանդանոցում պարկած կյանքի կռիվ ա տալիս, իսկ մենք ստեղ չայ պիտի են կազմակերպել։ Դա ամենևին չի նշանակում, որ մեր սիրտը Արամիկի համար չի ցավում։ Ամեն դու քո փոխարեն խոսի, հա, ես իրան գնացել ու տեսել եմ։ Որովհետև դու անսիրտ ես։ Իսկ ես չեմ կարա գնամ իմ աղբորը հիվանդանոցում պարկած այդ վիճակում տեսնեմ, մի անգամից կուշաթափվեմ։ Ոյ լավ էլի։ Ես գիտեմ պատճառը որն է, որովհետև ուղեղդ Վլադիկովա զբաղված Արամիկը քեզ չի հետաքրքրում։ Հետաքրքրում է։ Չի հետաքրքրում։ Ես խայտարակին նայի, իմ խելքը ասա, որ սրա հետ դուրս եկա, պազորիշի։ Ոչ մի լույս չվառվի։ Թող 10 հոգի դուրս գան ասեն, որ դու տանը չես։ Բայց ես սպասելու եմ քեզ այստեղ։ Հա, սպասելու եմ, այնքան եմ սպասելու, որ վերջապես տղամարդկություն հավաքես։ Տղամարդկություն հավաքես ու դուրս գաս։ Տղամարդու պես նայես աչքերիս ու ասես ինձ են ամեն ինչ որ եղբորդ միջոցով ես ինձ հաղորդում։ Լև! Լև! Չէ, Լև, դու արդար չես իմ նկատմամբ։ Արդար չես։ Ես քեզ այդքան սիրեմ։ Հավատարիմ մնամ քեզ։ Սպասեմ։ Չէ։ Արդար չես։ Արդար չես։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Լոլան դուք եք։ Հա, ես եմ։ Դուք ով եք։ Լև Սեթրակիչի աշխատողներն ենք։ Ինքը ուղարկել աստ է, որ ձեզ տանենք իր մոտ։ Բայց ինքը որտեղից իմացավ, որ ես այստեղ եմ։ Ոչ լույս վառվեց, ոչ մարդ դուրս եկավ։ Ալիք Սեթրակիչն է տեղյակ պահել։ Հա։ Ալիք Սեթրակիչը։ Շատ ջերմ եղբայրներ են դարել։ Առաջ ուրիշ էր իրանց հարաբերությունները։ Հիմա ինչ գալիս եք։ Դե իհարկե գալիս եմ։ Ես նման հնարավորություն իմ ձեռքից բաց չեմ թողնի։ Դե ինչ գնանք։ Իսկ որտեղ է ինձ սպասում։ Մոտակա սրճարանում։ Պատվից ցածր համարեցա, որ ինքը գա ինձ տեսնի, պարտադիր ես պիտի գնամ իր մոտ։ Այ լավ իմ թագը չի ինքնի։ Արես հետևում ես մեզ այդ կայզյո։ Ինչ ի։ Չես դնջանում։ Ուժում ես սատկացնեմ, որ նոր դնջանաս հրա։ Ես ձեր իմացած կազյոլը չեմ, որ ինձ սատկացնեք։
Եթե այսքան լռում եմ, հետանում եմ հանուն Ադանեի։ Դու լսի, ես էլ հանուն Ադանեի քեզ չեմ սատկացնում, Հնեց մի արա, որ գժվեմ։ Դավայ, մաշնետ խոտուր ու ռադդ գաժի ստեղից։ Այս որ գժվեք ինչ կանեմ։ Ինչ կանեմ, արա կուրանամ արա ամեն ինչ, ամեն սրբություն կուրանամ ու ալի տեղի փոխարեն քեզ կուղարկեմ են աշխարհ։ Բայց մինչև ուղարկել եմ մի հատ ասեք ինչի Ադանեին վերեցիք ստեղ։ Ինձ թվաց ընդայից փախա կա ոնց որ։ Արա քեզ ինչ արա։ Ով ես դու արա։ Քեզ ինչ։ Դավայ խոտուր ռադդ գաժի։ Դուք ինձ մի ասեք, ես ինչ անեմ ու ոնց անեմ։ Ու ձեզ էլ անմեղ զոհի տեղ մի դրեք։ Ոնց հասկանում եմ, ձեր հոգին լավ էլ խորն է։ Հələ տեսեք, դատավորի վարորդից մինչև ձկնորս, ինչքան խորություն կա անգած։ Ու աշկիս այդ խորության մասին Ադանեն տեղյակ չի։ Արա դու ես ինչ խառն ես, ես ինչ թեմաներ ես շոշափում։ Դավայ ռադդ գաժի գնաց տեղից։ Թեմաներ, որոնք ապացուցում են, որ դուք ամենևին էլ են մարդը չեք, ում տեղը ձեզ դրել եք։